Կաթոլիկ աշխարհի հովվապետ, Վատիկանի միապետ Հռոմի Պապ Լևոն 14-րդը նշում է իր պապականության ուղիղ 1 տարին շարունակելով ակտիվ ներկայությունը համաշխարհային, այդ թվում քաղաքական ասպարեզում։ Միացյալ Նահանգներում ծնված ու նահանգների ու Պերուի քաղաքացիություն ունեցող առաջին պոնտիֆիկոսը լարված հարաբերություններ ունի Վաշինգտոնի հետ։ Իրանի դեմ պատերազմն ու ավտորիտարիզմը խիստ քննադատող Հռոմի Պապը հայտնվել է Դոնալդ Թրամփի ուղիղ թիրախում։ Հոգևոր ու քաղաքական վերնախավերի բախումը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում։ Պապականության մեկնարկից 1 տարի անց Վատիկանի միապետը դառնում է առավել ակտիվ ֆիգուր, որի ձայնը փորձում են լռեցնել Վաշինգտոնից։ Կասեմ հետևյալը, ինչ վերաբերում է Հռոմի Պապի մտահոգությանը, դա շատ պարզ է, անկախ ամեն ինչից։ Ես կերջանկացնեմ Պապին, թե ոչ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նա կարծես ասում էր, որ նրանք կարող են, իսկ ես ասում եմ ոչ, որովհետև եթե դա տեղի ունենար, ամբողջ աշխարհը կդառնար պատանդ։ Մենք դա թույլ չենք տա։ Սա է իմ միակ ուղերձը։ Պոնտիֆիկոսին ուղղված Թրամփի քննադատությունները նոր չեն, ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Հռոմի Լևոն 14-րդին անվանել է թույլ, հանցագործության դեմ պայքարում եւ ահավոր արտաքին քաղաքականության մեջ։ Պատճառը Վենեսուելայի դեմ Միացյալ Նահանգների գործողությունների քննադատությունն էր։ Թրամփը հայտարարել է, որ Լևոն 14-րդին ընտրել են միայն այն պատճառով, որ նա ամերիկացի է եւ Վատիկանի կարծիքով դա լավագույն հնարավորությունն էր կարգավորել շփումները Սպիտակ տան հետ։ Կաթոլիկ աշխարհի հովվապետը պատասխանել է Թրամփին։ Եկեղեցու առաքելությունն է ավետել Աստվածաշունչը, քարոզել խաղաղություն։ Եթե որևէ մեկը ցանկանում է քննադատել ինձ ավետարանն ավետելու համար, թող դա անի ճշմարտացիորեն։ Տարիներ շարունակ եկեղեցին հանդես է եկել բոլոր միջուկային զենքերի դեմ։ Ես պարզապես ցանկանում եմ լսելի լինել, հանուն Աստծո խոսքի արժեքի։ Հռոմի Պապը վերահաստատել է իր դիրքորոշումը։ Զենքի վրա միլիարդավոր դոլարներ ծախսելու փոխարեն կառավարություններն այդ գումարը պետք է ուղղեն հումանիտար կարիքներին։ Շարունակելով առճակատումը Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ Իրանի դեմ պատերազմի թեմայով հռետորաբանության հետևանքով քահանայապետը շատ կաթոլիկների է վտանգում։ Միացյալ Նահանգների պետքարտուղարը փորձել է պատասխանել լրագրողի անհարմար հարցին։ Չեմ կարծում, որ դա է նրա ասացի ճշգրիտ նկարագրությունը։ Կարծում եմ նախագահը ըստ էության ասել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, որովհետև նրանք կարող են դա օգտագործել այն տեղերում, որտեղ շատ կաթոլիկներ, քրիստոնյաներ կան։ Վերաշարադրելով Հռոմի Պապի դեմ Թրամփի սուր հայտարարությունները, նահանգների պետքարտուղարը փորձել է թուլացնել երկկողմ լարվածությունը։ Հավանաբար հենց այս առաքելությամբ է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել Վատիկան դիվանագիտական բարձր մակարդակի հանդիպումների նպատակով։ Սուրբ Աթոռը փորձում է հրապարակավ չդրամատիզացնել իրավիճակը, սակայն նշում է, տեղի ունեցածն աննախադեպ է։ Հռոմի Պապի հետ շփման նման ձևաչափ երբեք չի եղել։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։